Ողջույն, Գագ ամրոցը Վահրամյան իշխանության մայրաքաղաքն էր։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանությունը։ Գիրքը հրատարակել է Հայաստան հրատարակչությունը 1990 թվականին։ Վահրամյան հայկական իշխանական տոհմը ծագում է Զաքարյան իշխանական տոհմից, վերջինիս կրսեր ճյուղն է։ Տոհմի հիմնադիրը ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամ առաջինն է։ Վերջինս փոքր կալվածներ ուներ Դեբետ գետի հովտում։ Իր որդի Բլուզ Զաքարեն ակտիվորեն մասնակցել է հայ-վրացական միացյալ զորքերի կողմից Արևելյան Հայաստանի ազատագրմանը թուրք նվաճողներից։ Ազատագրական պայքարը ղեկավարում էին Սարգիս Զաքարյանի որդիները Զաքարը II և Իվանը առաջինը։ Ազատագրական պայքարի արդյունքում մասնավորապես Բլուզ Զաքարեի և իր որդի Վահրամ II Գագեցու կառավարման ժամանակ ստեղծվել և հզորացել է Վահրամյանների իշխանությունը։ Գրքում մանրամասն ներկայացում է Վահրամյան իշխանության պատմությունը, իշխանության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը։ Վահրամյան իշխանությունը և մնացյալ իշխանները դիմադրել են Խորեզմշահ Ջալալեդդինի արշավանքին և մոնղոլ նվաճողներին։ Հայ-վրացական զորքերը ի վերջո պարտվում են և հայ իշխանները ստիպված ենթարկվում են վերջիններիս, մասնավորապես Վահրամ II Գագեցին և իր որդի Աղբուղան։ Հայ իշխանները սկսում են մասնակցել մոնղոլական արշավանքներին։ Աղբուղայի կառավարման ժամանակ Վահրամյանների իշխանությունը թուլանում է, իր որդիների ժամանակ հավանաբար կործանվում։ Վահրամյան իշխանության հոգևոր կենտրոնը նոր Վարագավանքն էր։ Վանական վարդապետը Վահրամ II Գագեցու հովանավորությամբ հիմնադրում է Խորանաշատի վանքը։ Վերջինս աստվածաբանական, կրթական կենտրոն էր, գրչության կենտրոն էր։ Վարդապետարանի սաներից են եղել Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակնեցին, Վարդան Արևեցին և այլ բազմաթիվ հայ հանճարներ։ Գիրքը հետաքրքիր կլինի միջնադարյան Հայաստանի, Վրաստանի, մոնղոլների, Առաջավոր Ասիայի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։